Առաջինի եթերում մանրամասներն են, բարև ձեզ, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է լրագրող Թաթուլ Հակոբյանը, բարև ձեզ, պարոն Հակոբյան։ Աստծո Պարոն Հակոբյան, շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել այս ընտրություններից հետո, երբ տեսեք, կարծես թե բոլորը դժգոհ են։ Դժգոհություն է նկատվում հաղթող կուսակցությունում, քաղաքացիական պայմանագրում, որոշակի դժգոհություն։ Դժգոհ է հաղթած ընդդիմությունը, որը անցել է խորհրդարան։ Դժգոհ են Բարգավաճ Հայաստանում, կարծես թե։ Դժգոհ են մարդիկ, ովքեր իրենց ձայները տվել են տարբեր քաղաքական ուժերին, որոնք չէին հայտնվել խորհրդարանում, հասկանալի է։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, արդյոք այս ընտրությունները, որովհետև շատ է հնչում այդ բառը, ընտրությունները լեգիտիմ չեն, պետք է վերաքվեարկություն, ոչ թե նոր ընտրություններ, այլ Ձեր կարծիքով դրա համար կան ռեալ ներքաղաքական նախադրյալներ։ Հետաքրքիր էր ձեր այս բացման խոսքը, ուղիղ չեմ պատասխանի ձեր հարցին, բայց իմ պատասխանով կպատասխանեմ ձեր նշած հարցին։ Վերջի ամիսներին ես համագործակցում աշխատում եմ մի կազմակերպության հետ, որը նաև սոցիոլոգիական հարցումներ էր իրականացնում, որոնք չեն հրապարակվել, այսինքն ներքին օգտագործման համար, եւ երբ որ այդ թվերը 3 սոցիոլոգիական հանրային հարցում ենք անցկացրել, ընդ որում առանց հրապարակելու նշանակում է մենք խնդիր չունենք որևէ մեկին փնովելու կամ որևէ մեկին պաշտպանելու, որտեղ միշտ այդ խնդիրը կա, չէ, ում օգտին է համար աշխատում։ Եվ երբ որ ես համեմատում եմ այն թվերը, որ կա այս մեր ստացված թվերի հետ, չէ, շատ մոտ են տվյալները։ Իմ ընկալմամբ նորմալ էր այս արդյունքները նորմալ են։ Իրական պատկերը, այո, նաև ես մարդ, որը ինձ համարում եմ մարդ, որը Հայաստանը զգում եմ, Հայաստանը ճանաչում եմ, Հայաստանով ման եմ գալիս անդադար եւ շփվում եմ մարդկանց հետ։ Հիմա ես եւ դուք պետք է մեր նախասիրությունները դնենք մի կողմ եւ ռեալ պատկերին նայենք։ Փաստ առաջին ակնհայտ է, որ այս ընտրություններում ամենաշատ քվեները ակնկալվում էր, որ պետք է տաներ իշխող ուժը եւ տարել է։ Մեր բոլոր սոցիոլոգիական հարցումներով քաղաքացիական պայմանագիրը 50%-ին չի մոտեցել։ Ուզում եմ ասել, որ թող որևէ մեկը բան չանի, էլի, ճիշտ է, այլ հարցումներով ուրիշ թվեր են ներկայացրել, այո։ Փաստ երկրորդ, ակնհայտ երկրորդ ուժը Սամվել Կարապետյանի ուժն է։ Փաստ երրորդ, այնքան էլ ակնհայտ չէր, բայց քանի որ սա արդեն իմ ուղակի մեկնաբանությունն է, քանի որ այս ընտրություններում լավագույն քարոզարշավն իրականացրեց Քոչարյանի թիմը, իրենց ռեյտինգը աննկարագրելի բարձրանում էր, չեք պատկերացնի ինչ ձևով, եւ երբ որ ես զուտ կողքից նայում էի, շատ քաղաքական իմաստով շատ լավ քարոզարշավ էին իրականացնում։ Եվ անցան խորհրդարան, ճիշտ է, միշտ շեմի վրա էին ոնց որ 8% կլինի, չի լինի, բայց վերջի շրջանում ակնհայտ էր, որ նրանք անցնելու են։ Եվ գիտեք, հատկապես այն բանից հետո, երբ որ Ռոբերտ Քոչարյանը վերջնականապես իջավ փողոց, այսինքն ինքը իջավ փողոց, սկսեց մարդկանց բարևել, մարդկանց հետ նկարվել, այս ամեն ինչը շատ բան փոխեց։ Եվ ամենակարևոր փաստը, որ ակնհայտորեն եւ ես այստեղ կասկած չունեմ, խորհրդարան է անցել նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, եւ այդ կուսակցությանը կրկին անկախ նրանից մենք այդ կուսակցության նկատմամբ ինչ բաներ ունենք, համակրանքներ եւ հակակրանքներ ունենք, ակնհայտորեն նրանք են անցել եւ այդ կուսակցությանը դուրս դրեցին Հայաստանի իշխանությունները դուրս դրեցին խորհրդարանից, ինչը նշանակում է, որ այս խորհրդարանի, հետևաբար նաև այս կառավարության վրա կա լեգիտիմության մի մեծ մինուս, բայց կրկնում եմ, ընդհանուր տրամադրություններն ու եւ այն սոցիոլոգիական հարցումները, որ մենք ունեինք հրապարակված եւ չհրապարակված, կարող եմ ասել շատ մոտ էին իրականությանը, բայց Բարգավաճ Հայաստանին դուրս թողնելը իմ կարծիքով մնալու է այս ընտրությունների վրա ամենամեծ բիծը։ Տեսեք, պարոն Հակոբյան, դուք նշում եք, եւ ոչ միայն դուք, շատերն են նշում, որ Բարգավաճ Հայաստանին դուրս են թողել, Բարգավաճ Հայաստանը անցել է, կենտրոնական ընտրական հանձնաժողովը դուրս է թողել խորհրդարանից։ Ես շատ եմ լսում այդպիսի կարծիքներ, բայց այդ կարծիքների ֆոնին շատ пассив է հենց Բարգավաճ Հայաստանը։ Սա մի տեսակ պարադոքս է ինձ համար, իրենք հիմա պետք է, այսպես ասած,
առաջինը իրենք այդ մասին խոսեին, չգիտեմ, գործեին, ես չգիտեմ այդ դեպքում ինչ են անում, ես քաղաքական գործիչ չեմ, բայց իրենք շատ пассив են։ Ինչու՞։ Լավ հարց եք տալիս, որի պատասխանը հավանաբար պետք է հնչեցնեն հենց այդ կուսակցության ներկայացուցիչները, բայց ես նաև կարող եմ ասել, որ դա կախված է նրանից, որ այդ կուսակցության կարևոր դեմքերից մեկին ծանրագույն մեղադրանք է ներկայացվել, մենք պետք է պահենք անմեղության կանխավար կածը, եւ քանի դեռ Հայաստանում ուրեմն դատական գործընթացով մարդու վրա մեղադրանք չկա, ես որևէ մեկին որևիցե մեղադրանք չեմ կարող բան անել, հա, սա մեկ, սա շատ կարևոր է եւ էլի այդ սոցհարցումները, որ ես նայում էի, դինամիկան Բարգավաճ Հայաստանի առաջի արդյունքներով գիտեք քանի տոկոս ձայն ուներ, 8%։ Առաջի հարցումը, որ մենք անց ենք կացրել, մենք չասեմ, այն կազմակերպությունը, որի ես համագործակցել եմ, ին վրա շատ բան չվերցնեմ, 8% էր, հետո իջավ 6.7%, բայց ակնհայտորեն անցնում էր, ակնհայտորեն, բայց այդ դեպքերից հետո, երբ որ ուրեմն Անդրանիկ Թևանյանին ձերբակալեցին, դրանից հետո արդեն իջնում էր 4 քանից։ Ինչու չի խոսում, որովհետև նաև կուսակցության նկատմամբ կա ակնհայտ բան, իշխանությունների կողմից ակնհայտ հետապնդումներ, եւ այդ պատճառով հավանաբար իրենք փորձում են ավելի զուսպ լինել, բայց կրկնում եմ, իրենք պետք է այս ամեն ինչին պատասխան տան, մեկնաբանություն տան։ Գուցե իրենք ինչ-որ դատական գործընթացի մեջ մտնեն, չեմ կարող ասել։ Պարոն Հակոբյան, ինձ համար էլ ընդհանուր առմամբ կանխատեսելի են ձեր նկարագրած եւ ընդհանուր առմամբ արձանագրված ընտրությունների արդյունքները կանխատեսելի չէր այն, ես անկեղծ ասեմ ձեզ, ես զարմացած եմ, եթե Բարգավաճի ձայներն էլ հաշվենք, որ կես միլիոնից ավել մարդ Հայաստանի Հանրապետությունում ձայն է տվել ռուսամետ ուժերին։ Եվ դա այդ ամբողջ տեղեկատվական պատերազմներից հետո, հիբրիդային պատերազմներից հետո, Արցախի անկումից հետո, ջերմուկից հետո, մի խոսքով հասկանում ենք ինչի մասին է խոսքը գնում։ Սա ձեր կարծիքով կանխատեսելի է, սա նորմալ արդյունք է մեր հասարակության համար, հաշվի առնելով ինչի մեջով ենք մենք անցել առնվազն 20 թվականից սկսած։ Նայեք, դուք մի հարց եք տալիս, որի մեդալի մի երեսի մասին խոսեցիք դուք, ես կուզենամ միջև հարցին պատասխանել նաև մեդալի մյուս կողմը ներկայացնել, ձեր թույլտվությամբ տեսեք։ Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահների անգործության պայմաններում տեղի ունեցավ Արցախի տեղահանությունը, դեպորտացիան, բռնի տեղահանությունն ու հայաթափումը, ակնհայտ է, որ ռուս-թուրքական պայմանավորվածություն կար 2020 թվականի պատերազմի հետ կապված։ Իհարկե, եթե դուք ասեք կարող եք ապացույց ներկայացնել, չեմ կարող ապացույց ներկայացնել, որովհետև տարիներ են պետք, որպեսզի արխիվները բացվեն եւ մենք դա տեսնենք, բայց դու Շոյգուի հայտարարությունը շատ է ցիտվել, ես չեմ ուզում հիմա նորից ցիտենք։ Այս ամեն ինչը ակնհայտ է։ Իրողությունների հերթականությունը եւ տրամաբանությունը այդ մասին են խոսում, մենք դա հասկանում ենք։ Բայց նաեւ այս բանը, որ դուք ներկայացրեցիք, իսկ ինչու նաեւ հետեւյալ հարցը չտանք։ Իսկ տրամաբանական է, երբ որ ժողովուրդը այս աղետներից հետո գնում է ձայն է տալիս մի իշխանության, որի ժամանակ է տեղի ունեցել պատերազմը, մի իշխանություն, որը միակն է եղել, որ ունեցել է լեգիտիմություն, մեծ լեգիտիմություն Ղարաբաղյան խնդիրը կարգավորելու, 96-ին եկեք անկեղծ լինենք, Լևոն Տեր-Պետրոսյանը այլևս չուներ լեգիտիմություն այդքան, 91-ին իհարկե ընտրված նախագահ էր։ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը երբեք չեն ունեցել լեգիտիմություն եւ միակը Նիկոլ Փաշինյանն էր, որ այդքան լեգիտիմության, այդքան մեծ պաշարով փաստորեն մեզ պատերազմ բերեց։ Հիմա ես կներեք, էլի չստացվի, որ ես ասում եմ մենք ենք հարձակվել Ադրբեջանի վրա, չէ, դա չեմ ասում, Ադրբեջանն է հարձակվել, բայց ինչ ենք մենք արել, որ այդ հարձակումը տեղի չունենա։ Արհավիրքն է տեղի ունեցավ, հայաթափումն է տեղի ունեցավ այս իշխանությունների ժամանակ, այսինքն այդ նույն հարցը տալիս են նույն առոգանությամբ, նույն շեշտադրումով այն մարդիկ, որոնք քննադատում են իշխանություններին, ասում են, բայց չեք ամաչում այ ժողովուրդ։ Ոնց կարելի էր այսքան աղետներից հետո գնալ այս իշխանությանը։ Ես ձեզ հասկացա։ Հիմա շարունակենք։ Այս տրամաբանությունը շարունակենք։ Բայց ես հարցին պատասխանեմ, գիտեք, Հայաստանի ընտրությունների պատմությունը, երբ որ ես ուսումնասիրում եմ, իսկ ես ունեմ ինստիտուցիոնալ հիշողություն եւ 90-ական թվականներից այս կամ այն կերպ լրագրության մեջ եմ։ Ես միշտ հիշում եմ, որ Հայաստանում
ձայն են տալիս ընդդիմությանը, ոչ թե ընդդիմությանը ձայն տալու համար, այլ ընդդեմ ռեժիմին, ընդդեմ իշխանություններին։ Եվ այսպես հերթականությամբ կարող եմ ասել, էլի 96-ին Վազգեն Մանուկյանին ձայն տվեցին ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի, հայր եւ որդի։ Բողոքական քվեարկություն է։ Այո, սա էլ նույնն է, եւ ես համաձայն չեմ, որ այդ մարդկանց բոլորին անվանում են ռուսամետներ, Կրեմլի հպատակ, նկատի ունեմ ընտրողներին, բայց այդ մարդիկ գնացել են եւ ոչ են ասել գործող իշխանություն են, այստեղ շատ կարեւոր նրբերանգ կա։ Հիմա դուք շարունակեք ձեր հարցը։ Դուք ներկայացրեցիք, հիմա շարունակենք երկրորդ մեդալը, շատ ճիշտ է, բայց միգուցե այդ երկու մեդալների պատասխանը համագումարում հետևելն է, որ մարդիկ, այդ 700,000-ից ավել մարդիկ, հա, գնացին եւ ընտրեցին գործող իշխանությանը, որովհետեւ չէին ուզում, որպեսզի շարունակվի այն բոլոր գործողությունները, որոնք սկսվել են այսօրվա ռուսամետ ընդդիմության, երեկվա ռուսամետ իշխանության կառավարման տարիներին, միգուցե ես ուղղակի վարկած եմ առաջարկում, միգուցե բացատրությունը այստեղ է եւ շարունակենք։ Նայեք, բացատրությունները շատ կարող են լինել, ես ձեզ ասեմ, եւ իմ կարծիքով ամենամեծ բանը, որ այս իշխանությունները գնացին եւ այս ժողովուրդը, մեր ժողովուրդը, եւ եկեք, ես չեմ սիրում, երբ որ թիրախավորում ենք մարդկանց, ընտրություն բառը նշանակում է ընտրել, եւ եթե ցուցակի մեջ կար 18 ուժեր, ես հավասարաչափ իրավունք ունեի ընտրել որևէ մի ուժի, սա նշանակում է ընտրություն, այնպես որ ես չեմ ուզում որևէ մեկին թիրախավորեմ։ Մենք երևույթն ենք քննարկում։ Այո, մենք երևույթն ենք քննարկում։ Նայեք, ես կարծում եմ, որ աղետից եւ արհավիրքից հետո մեր ժողովուրդը ամբողջությամբ օդից իջել է ներքև գետնի վրա եւ շատ լավ է զգում, հասկանում, որ նոր պատերազմը կարող է մեզ նոր աղետներ բերել եւ մանավանդ իշխանությունները բավականին հնարամիտ ձևով, հնարամիտը վատ իմաստով եմ ես ասում, շահարկեցին, որ սեպտեմբերին աղետալի պատերազմ է լինելու, եթե մեզ չտակ սահմանադրական մեծամասնություն։ Գիտեք, սա շատ կարևոր էր։ Մի ժողովուրդ, որի տուն զոհ է եկել, եթե իր տուն չի եկել, իր հարևանի տուն է եկել, իր բարեկամի տուն է եկել, իր գյուղ է եկել, եւ այս աղետը, որը 1920 թվականի ուրեմն Կարսի կորստից հետո ամենամեծ մեր աղետն էր, հենց այնպես չէր կարող ասնել։ Մարդիկ վախեր ունեն։ Մարդիկ մի ժողովուրդ, որ գիլդի մուլտիկներով ուրախանում էր Իլհամ Ալիևին ծաղրելը, այսօր այդ նույն ժողովուրդը, ես չեմ ուզում ստորացնեմ իմ ժողովրդին, սարսափելի վախենում է Իլհամ Ալիևից։ Եվ ինքը մտահոգություն ունի, որ եթե հանկարծ չլինի այս իշխանությունը, կգան այս մարդիկ, որոնք էլի խոսում են խաղաղությունից, չէ՞, արժանապատիվ էին առաջ դնում, ուժեղ խաղաղություն տարբեր ձևերով եւ գնացին եւ ընտրեցին։ Սա մեկ, երկրորդ, կան հավատավոր մարդիկ, որոնց ուղղակի դուր է գալիս այս իշխանությունը։ Ուղղակի դուր է գալ, իրենց դուր է գալ։ Եվ ուզում եմ նաև մի բանի մասին խոսենք, որ քչերն են խոսում, եւ այս տաղավարը ուզում եմ օգտագործել։ Անդադար խոսվում էր, որ գիտեք, ուրեմն Ռուսաստանից ընտրողներ են բերում, լիքը փող են բաժանում, անկեղծորեն ես ապրում եմ մի գյուղում, որտեղ եթե լիներ դա ես կիմանայի, էլի, ոչ փող է բաժանվել, ոչ մարդկանց ստիպել են գնալու ընտրություններին։ Ես դες ավելին ասեմ, իմ գյուղում 8 կուսակցություններից 16-ը ձայն է ստացել։ Պատկերացնում եք, ընդամենը 2 ուժ է, որ 0 էր ստացել։ Մնացած բոլորը 1-ից մինչև 308 ձայն է ստացել։ 308 Նիկոլ ձայների պլյուրալիզմ եղել է։ Եվ ասում եմ, չկար որևիցե բան, բայց մենք չենք խոսում վարչական ռեսուրսի մասին։ Օրինակ, սահմանամերձ գյուղերում, ինչպես իմ գյուղն է, քվեարկում են զինվորականները։ Այն տեղամասը, որտեղ քվեարկություններ, իմ տնից, որտեղ ես ապրում եմ, 40-ից 50 մետր է հեռու։ Կրկնում եմ, որևէ բան միջադեպ չի եղել, շատ հանգիստ, բայց շատ ակտիվ էր այդ ընտրությունը, բայց դովերի մասին չէ՞։ Այո։ Սահմանամերձ գյուղ, որտեղ ես ապրում եմ, եւ տեսնում էի, որ զինվորականները ոնց էին գալիս քվեարկում։ Հիմա
իհարկե այդ խցի մեջ դու մենակ ես մնում ինքդ քո հետ, ուրեմն քո խիղճն է եւ այլն, բայց մենք գիտենք, որ Հայաստանի բոլոր ընտրություններում բանակը ում օգտին է քվեարկում, ոստիկանությունը ում օգտին է քվեարկում, իրավակարգի ուժերը ում օգտին են քվեարկում, բյուջետային աշխատողները ում օգտին են քվեարկում, այսինքն եթե մենք այս ամեն ինչը գումարում ենք, այսինքն Նիկոլ Փաշինյանի խարիզմա, որը անկասկած ես էլի մոտավոր թիվ եմ ասում, առնվազն 20+% Հայաստանի բնակչության Նիկոլ Փաշինյանին համակրում է, առնվազն, այսինքն յուրաքանչյուր 5-րդ մարդը, վարչական ռեսուրս, վաղ որ նախկինները կգան եւ դա շատ լավ շահարկեցին, եւ այս ամեն ինչը իհարկե կազմում է այն տոկոսը, որ մենք ունենք։ Տեսեք, շարունակենք, հա, մեր տրամաբանական շղթան, հա, բացահայտել, իշխանությունը պնդում էր, որ եթե նրանք չստանան սահմանադրական մեծամասնություն, այսինքն ձայների 2/3-ը լինելու է պատերազմ, նրանք չեն ստացել։ Բարգավաճի այս դուրս մնալու արդյունքում ունեն 3/5։ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացել կապված Հայաստանի սահմանադրության հետ, իհարկե իշխանությունը պնդում է եւ դրա համար էլ ունի հիմքեր, որ դեռ 18-ին է որոշվել սահմանադրական փոփոխություն։ Մի խոսքով, մենք կարիք ունենք սահմանադրական փոփոխությունների, այդպես է ստացվում։ Հիմա ձեր կարծիքով որ սցենարով կարող է գնալ, ընթանալ, զարգանալ իրավիճակը կապված այդ փոփոխությունների հետ, որոնք իրականում մեզ պետք են։ Նայեք, այնքան դժվար է կանխատեսել այս տարածաշրջանում, որտեղ ընդհանրապես, երբ որ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, ես որոշեցի, որ այլևս կանխատեսում չեմ անելու։ Որովհետև բոլորս ասում ենք, որ չի հարձակվել։ Ես էլ եմ ասել։ Հա, որովհետև, չէ, ես չեմ ասել չի հարձակվել, բայց խորը համոզմունք եմ ունեցել, որ երկու գրեթե շատ մոտ ժողովուրդներ նման բան չէր կարող լինել։ Դրա համար բան կանեմ, ես ուղղակի կարող եմ այսպես ասել օպշններ, այսինքն տարբերակներ։ Մենք դա ենք փորձում տարբերակներ։ Տարբերակ առաջին ուրեմն, քանի որ այս տարածաշրջանում ներգրավված է Դոնալդ Թրամփն ու Միացյալ Նահանգները եւ Թուրքիայի նաեւ դրական ներգրավվածությամբ Ադրբեջանի վրա ճնշմամբ Ադրբեջանը կարող է հետ կանգնել իր այդ պահանջից, թեև այդքան էլ չեմ կարծում, որ հետ կկանգնեն, բայց կարող է ինչ-որ միջանկյալ տարբերակ, երբ որ կստորագրվի փաստաթուղթ, բայց ապագայի խոստումով, որ այս կետը պետք է ինչ-որ ձև, ես նկատի ունեմ անկախության հռչակագիրը սահմանադրության նախաբանից հանելը, որը Ադրբեջանը համարում է, միանշանակ համարում է իր տարածքների նկատմամբ հավակնություններ։ Տարբերակներից մեկը սա կարող է լինել։ Տարբերակ երկրորդ, Հայաստանի իշխանությունները կարող են գտնել այն մի քանի падգամավորները ազգային ժողովում տարբեր միջոցներ օգտագործելով, որոնք կմիանան եւ հնարավոր կլինի անցկացնել սա հանրաքվեի դնել։ Ուժեղ Հայաստանից եւ Հայաստանից։ Այո, օրինակ։ Ես թույլ տվեք ես այսպեսի նաեւ մի հատ վարկած առաջարկեմ, որի հիմքում ես չունեմ տեղեկատվություն ինսայդերական, բայց որը ինձ միշտ մոտ է թվացել իրականությանը։ Ես կարծում եմ, որ Բարգավաճ Հայաստանի եւ Նիկոլ Փաշինյանի այս կռիվը պայմանավորված է նրանով, որ գուցե նախնական պայմանավորվածություն է եղել, որ Բարգավաճ Հայաստանը կարող է միանալ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում, նաև հաշվի առնելով, որ 18 թվականին նույն Բարգավաճ Հայաստանը Դաշնակցության հետ միասին օգնել է Նիկոլ Փաշինյանին, 18 թվականի ընտրություններում իրենք նաև ունեցել են համագործակցություն, եւ ես մտածում եի, որ Եթե շատերը իդեպ դա չեն հիշում արդեն։ Համորացել են Շատ լավ է որ դուք հիշեցիք։ Եվ սա ինչ որ խարանելու կամ գովելու բանի համար չէ, սա փաստ է, սա քաղաքական գործընթացի մաս է։ Եվ ես մտածում եի, որ Նիկոլ Փաշինյանի հույսը հենց Բարգավաճ Հայաստանն էր, եւ ես կուզենամ իմ այս վերլուծությունը հերքվի բանի կողմից, հա, Բարգավաճի կողմից, նրա ներկայացուցիչների կողմից։ Եվ ինձ տպավորությամբ եկավ մի պահ, որ Բարգավաճը չուզեցավ մտնել այդ բեռի տակ եւ եղավ այն ինչ որ հիմա մենք տեսնում ենք։ Ես այսպես եմ մտածում։ Դրա համար այդքան пассив է։ Այո, միգուցե։ Իմ նախորդ հարցի պատասխանը։ Միգուցե, բայց կրկնում եմ, ես չունեմ Բարգավաճի ներսից որևէ նման տեղեկատվություն։ Գալով նրան, որ կարող է արդյոք կարող է տեղի ունենալ այդպես ճամբարափոխություն, իհարկե կարող է տեղի ունենալ։ Այդպիսի բան տեղի է ունեցել Հայաստանի քաղաքական պատմության մեջ առաջին անգամ 1990 թվականին, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր ընտրվում խորհրդարանի նախագահ, ուրեմն հանգուցյալ Վլադիմիր Մովսիսյանի հետ, Կոմկուսի առաջնորդի հետ, եւ այնտեղ պետք էր 1-2 քվե, եւ եղան այն մարդիկ,
ովքեր կոմունիստներից անցան բանի կողմը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը 90 թվականի օգոստոսի 4-ին դարձավ խորհրդային նախագահ երկրի առաջնորդ 18 թվականին հանրապետականը իօքուտ Նիկոլ Փաշինյանին է քվեարկել իհարկե հիմա դա էլ չեն ուզում հիշել եւ ես ամեն այդ մայիսը որ գալիս է այդ օրը կարծեմ մայիսի 1-ն էր ես իմ Facebook-յան էջում հիշեցնում եմ այն ուժերին, որոնք քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին, բայց դա էլի չեմ անում նրա համար, որ ասեմ դուք ինչ վատ բան եք արել, այլ ուզում եմ ցույց տալ, երբ որ դուք մարդկանց թիրախավորում եք, ասում եք դուք բոլորդ նիկոլական եք, այդ դուք եք իշխանություն, դուք եք իրեն բերել իշխանության, դուք եք իրեն օգնել, այդ չանեիք, հիմա ինչի մասին է խոսքը։ Այնպես որ ես նաև այդ սցենարը չեմ բացառում, երբ որ այսինքն գտնվի մի ինչ-որ ճանապարհ, որ այդ հանրաքվեն անցկացվի, այլ խնդիր է, արդյոք հանրաքվեն կանցնի թե չէ։ Այստեղ ես էլի լրջագույն մարտահրավերներ եմ տեսնում։ Գիտեք ինչ կա, իմ տպավորությամբ այնուամենայնիվ Ադրբեջանում այդպես էլ լավ չեն հասկացել, որ Հայաստանը 90 թվականից ամեն դեպքում հիբրիդային է թե ինչ է ժողովրդավարական երկիր է։ Դու չես կարող պայմանավորվել արտաքին քաղաքական մի հարց ներքին գործընթացների վրա հույս դնելով։ Քանի որ Ադրբեջանը ինքը կարա անի, Ալիև ինչ ուզենա կարա անի, ինչ օրենք ուզեն անցկացնի, բայց Նիկոլ Փաշինյանը չի կարա։ Սերժ Սարգսյանն էլ չէր կարող։ Պատկերացրեք Ռոբերտ Քոչարյանն էլ չէր կարող, որովհետև ամեն դեպքում Հայաստանը հետխորհրդային տարածքում ամեն դեպքում միշտ եղել են բռնություններ, ամեն ինչ եղել է, բայց մեր հանրապետությունը, մեր երկիրը այնուամենայնիվ ունեցել է ժողովրդավարության մի մակարդակ, որը բնորոշ չի եղել Ադրբեջանին, Բելարուսին եւ միջինասիական այդ ավտորիտար պետություններին։ Պարոն Հակոբյան, մեր զրույցը տրամաբանական եկավ իր վերջնամասին եւ կա եւս մեկ թեմա եւ մեկ հարց, որը ես կցանկանայի ձեզ հետ քննարկել։ Մենք 4 կողմից, միշտ ասում են 2 կողմից, ես ասում եմ 4 կողմից։ Շրջապատված ենք թուրքախոս պետություններով, որտեղ կա առնվազն թուրքախոս մարդիկ, եւ Վրաստանում, եւ Իրանում ավելի շատ, մեր սահմանների դեպքում։ Սա ինչ խոսք միշտ եղել է եւ կա մեզ համար վտանգ, ինչ էլ լինի։ Հիմա հարցը այսպեսինն է, երկար տարիներ մեր կառավարությունները, տարբեր նախագահների օրոք փորձում էին այդ հարցը լուծել մեր անվտանգությունը տալով, մեր անվտանգության խնդիրները լուծելու այդ իրավունքը եւ ինչ որ առումով պարտականությունը տալով Ռուսաստանին։ Մենք տեսանք, որ դա չաշխատեց։ Առնվազն 16 թվականից հետո, 16 թվականին առաջին ահազանգներ 20, 21, 22 եւ 23 չաշխատեց։ Հիմա մենք այդ նույն խնդիրը ես կարծում եմ ունենք։ Ես շատ ուրախ եմ, որ մենք մտել ենք խաղաղության դարաշրջան, ինչպես ասում են մեր իշխանությունները, բայց այնուամենայնիվ անվտանգությունը պետք է ապահովենք։ Ձեր կարծիքով, հաշվի առնելով այդ ամբողջ մեր ճանապարհը, որը անցել է Երրորդ հանրապետությունը, դժվարին ճանապարհ, աղետները, որոնց մասին դուք ասացիք, ինչպեսի լուծում կարելի է քննարկել գոնե այսօր, որ ուղղությամբ պետք է գնանք, որ այդ մեր անվտանգությունը փորձենք ապահովել։ Դե իհարկե աշխարհագրությունը չես կարող փոխել եւ չես էլ կարող մեր շուրջ այդ 4 կողմից այդ թուրքախոս բնակչությանը տեղահանես, չես կարող ուղղակի եւ պետք է գործես այն պայմաններում, ինչ պայմաններում, որ մենք ուրիշ երկիր չունենք, մենք ուրիշ Հայաստան չունենք, ուրիշ հարևաններ չունենք եւ պետք է այդ իմաստով փորձել լեզու գտնել հարևանների հետ։ Երբ որ ուրեմն մենք հաղթած ժամանակ ենք այդ մասին խոսում, մարդիկ մի քիչ լավ չէին պատկերացնում, թե մեզ հետ ինչ կարող է լինել։ Հիմա այն ինչ որ մեզ հետ եղավ, հիմա արդեն մարդիկ էլի կրկնեմ երկնքից իջել են գետնի վրա եւ հասկանում են, որ չէ, սա ճանապարհ չէ, հետեւաբար մենք պետք է մեր երկու հարևանների հետ, Թուրքի եւ Ադրբեջանցու հետ պետք է մենք լեզու գտնենք։ Ես կարծում եմ այս պայմաններում մենք այլ ընտրանք չունենք։ Գուցե 20 տարի, 50 տարի հետո ինչ որ այլ ընտրանքներ կարող են ծնվել, բայց այս պայմաններում ես կարծում եմ, որ ավելին ես ձեզ կարող եմ ասել, եթե մենք կարողանանք 29700 քանի
որտեղ Ադրբեջանը մի մասը զավթած է պահում, քառակուսի կիլոմետրանոց Հայաստանը պահել ինքնիշխանությունն ու անկախությունը այն չափով, որ կարողանում են պահել փոքր պետությունները, որտեղ գլոբալ այս աշխարհում կախումները այնքան մեծ են, որ միշտ պետք չէ այդ բացարձակ խոսել ինքնիշխանությունից եւ անկախությունից, դա կլինի մեր սերնդի համար թույլ տվեք ասել նվաճում եւ մենք պարտավոր ենք այդ ուղղությամբ աշխատել։ Ես որքան էլ քննադատեմ Հայաստանի իշխանություններին, երբ որ գալիս է պահը բա էլ ուրիշ լուծում կա, իհարկե չկա, լուծում չկա, իհարկե չկա, ինչի մասին է խոսքը, այսինքն ինչ, մենք մի անգամ էլ ենք այս ժողովրդին ուզում տանել աղետի, հա իմ դուրն էլ չի գալիս, որ այս Արարատի ու Արագածի կռվի մեջ ենք մտնում, նույնիսկ այդպիսի հոդված եմ գրել Արագածի եւ Արարատի միջև, այդ ամեն ինչ իմ դուրը չի գալիս, բայց այս պատկերը այնքան ինձ համար բան է նորություն չէ, որտեղ այդ բանը մենք անցել ենք նաև 100 տարի առաջ, նույն է սխալների ճանապարհով։ Հիմա նորից հարց է առաջ գալիս, կա ավելի լավ ճանապարհ։ Եթե կա ու մեզ չեն ասում, չգիտեմ, բայց ես չեմ տեսնում այլ ճանապարհ։ Եվ խոսքը այստեղ գիտեք ինչ կա, լավի ու վատի մասին չի, հայրենասերի ու դավաճանի մասին չի, չգիտեմ, թրքասերի ու հակաթուրքի մասին չի, խոսքը պարզ հետևյալ հարցի մասին է, այլ երկ կա թե չկա, եթե կա, ասեք քննարկենք, բայց գետնի վրա ենք խոսում, հա, Գիլդի մուլտիկների ժամանակվա հռետորաբանությամբ չենք խոսում։ Եվ շատ լավ է, որ այդ հռետորաբանությունը արդեն մոռացվել է։ Արդեն մենք իջել ենք եւ ռեալ մեր մաշկի վրա զգացել ենք աղետները եւ հիմա գլուխներս կախ, շատ խելոք փորձում ենք ստանալ այն ինչ որ հնարավոր է։ Կկարողանանք թե չէ չգիտեմ, բայց եթե մենք կրկնում եմ կարողանանք 29 ու քանի հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը պահել եւ մեր հաջորդ սերնդին փոխանցել, մեր հաջորդ սերնդները մեզ արդեն կդատեն, ինչ բան ասես մեզ կարող են ասել, որ իրանք չկարողացան պահել, Արցախը կորցրեցին, դավաճ ինչ ուզում են թող ասեն, բայց մենք պարտավոր ենք գոնե այս Հայաստանը փոխանցել հաջորդ սերնդին։ Սա իմ ընկալումն է եւ իմ տեսակետն է, թե ինչ է հնարավոր ստանալ այսօր։ Նորից ստիպված եմ վերջում վերադառնանք նախընտրական տրամաբանության, որովհետև երբ այսպիսի հռետորաբանություն է հնչում, որը դուք եք հիմա հնչեցնում եւ որի հետ ես բացարձակ համաձայն եմ, այսպիսի բան են ասում են դուք տանում եք երկիրը թրքացման։ Հիկմետ Հաջիևը եկել է Հայաստան, Դիլիջան կամ Ծաղկաձոր, չգիտեմ որտեղ է եկել, հանդիպել է Արմեն Գրիգորյանի հետ, վերջ, ինքը եկել է այստեղ, դուք տանում եք երկիրը թրքացման։ Հիմա դա էլ է աշխատում ընտրությունների ժամանակ։ Ես վստահ եմ, որ այդ նույն 500,000 մարդկանցից, որոնք քվեարկել են ինչ որ մի մասը ռուսամետ ուժերի օգտին, այդ հանգամանքն է աշխատել, որ իրենք հավատում են, որ այս իշխանությունը իրոք տանում է թրքացման։ Հիմա սրա հետ ինչ անենք։ Անկեղծորեն եմ ասում, ես փշաքաղեցի հիմա, երբ որ դուք հարցը տալիս էիք, ես գիտեք ինչ հիշեցի, Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանի առաջին արտգործնախարարն ու երկրորդ վարչապետը ժամանակ ինքը գրում է, ասում է, ինձ շատ մեղադրեցիք, որ ես գնացի ոճրագործ թուրքի ձեռը սեղմեցի, որ ոճրագործ թուրքի հետ Բաթումում կենաց բարձրացրեցի, ասում է, բայց դա ես արեցի ոչ թե նրա համար, որ թուրքին սիրում է, ես արեցի հանուն Հայաստանի։ Եվ երբ որ ինքը 1918 թվականի հունիսին Բաթումից վերադառնում էր Թիֆլիս, որտեղ մեր անկախությունն էին բերում, ինքը իր հետ կռվի մեջ էր։ Եվ ինքը իր օրագրի մեջ այսպիսի տողեր ունի, ասում է, որ մեզ մեղադրում եք դուք, որ ընդամենը 10,000 քառակուսի կիլոմետր Հայաստան է եւ այլն, ասում է այդ ամեն ինչը ճիշտ է, ասում է, բայց ասում է մենք անկախ Հայաստան ենք բերում, հասկանում եք։ Հիմա այդ բնական է, ինչ ասես չեն ասելու, որ դա եւ դա աշխատում է ցավոք, այո, եւ դա ցավոք աշխատում է։ Հայաստանը չի թուրքանում, բայց նաև մենք պետք է անկեղծ լինենք եւ մեր ժողովրդին մի պարզ բան ասենք։ Այն բացը, որ առաջանում է
ռուսների մասամբ հեռանալուց այդ բացը լրացնելու են երրորդ ուժերը, չորրորդ ուժերը, դա կլինի Թուրքիան, դա կլինի Ադրբեջանը, դա կլինի Միացյալ Նահանգները, դա կլինի Եվրոպան։ Հիմա սրանունը դնենք թրքացում, դե եթե սա դնում ենք թրքացում, այս միջև այսօրվան էլ ասենք ռսացում, երկուսն էլ ինձ համար անընդունելի է։ Իսկ միգուցե երրորդը կա դիվերսիֆիկացում իրոք։ Դե դա այն էր, որ մենք չարեցինք եւ եթե անեինք, գուցե այս վիճակին չհասնեինք։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Հակոբյան։ Իբրներ լրագրող Թաթուլ Հակոբյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։